Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում մեր հերթական քննարկումն է։ Իհարկե, բոլորը առաջնահերթ կարգով մտածում են ընտրությունների մասին, բոլորի ուշադրությունն է սևեռված ընտրությունների վրա, սակայն զուգահեռ մի քանի պրոցեսներ են գնում։ Մենք խոսել էինք այդ մասին, մասնավորապես այդ եվրոպական գագաթնաժողովների մասին, որոնք մինչև ընտրություն են լինելու, սակայն ընտրություններից հետո տեղի է ունենալու եւս մի կարևոր գործընթացի, այսպես վերջին փուլը, դա սահմանադրության process-ն է։ Իդեպ դրա մասին այսօր խոսել է Հայաստանի վարչապետը։ Խոսելով սահմանադրության կարևորության մասին, նշվում է, որ չկա օրգանական կապ քաղաքացու եւ մեր երկրում եղած իրավակարգի միջև։ Մարդիկ չեն համարում, որ իրենք մասնակիցն են եղել այդ իրավակարգի ձևավորման գործում։ Առնվազն իմ սերունդը շատ լավ է հիշում, թե 95 թվականը, երբ սահմանադրությունը որպես այդպիսին ընդունվեց, չնայած ասում էին դա ֆրանսիական տիպի սահմանադրություն է, բայց այնտեղ ֆրանսիականը միայն փաթեթավորումն էր, այնտեղ ֆրանսիական շատ քիչ բան կար։ Եվ կյանքը ցույց տվեց, որ այն պետք է փոխել։ Այդ փոփոխություններն էլ մտցրեցին 2005 թվականին, այդտեղ էլ շատ քիչ կամ ավելի ճիշտ ավելի քիչ ֆրանսիական բան կար եւ արդյունքում երկիրը ընթանում էր ճգնաժամից ճգնաժամ։ Լեգիտիմության ճգնաժամից լեգիտիմության ճգնաժամ։ Մարդիկ զգում էին իրենց օտարված պետությունից։ Եվ 2015 թվականին, երբ որոշում ընդունվեց, որ մենք չէ, նախագահական կառավարման համակարգը իրեն չի արդարացնում, կիսանախագահականն էլ մի բան չի, մենք դառնում ենք պարլամենտական ժողովրդավարություն։ Դե դառնում եւ դառնում ենք, եւ հենց դա էլ այդտեղ այդ իշխանության փոխանցման կամ ինչ որ այսպես կերպարանափոխման այդ գործընթացը ուղղակի պայթեցրեց հասարակությանը, արդյունքում մենք ստացանք ինչ հեղափոխություն։ Հիմա ժամանակն է մենք հասկանանք մի բան, մենք չունենք սահմանադրություն, որը մենք համարում ենք մերը։ Այն էլ ինչ ունենք, մենք համարում ենք, որ մենք դրա հետ կապ չունենք։ Փորձենք հասկանալ եւ այսօրվա մեր մասնակիցներն են իրավաբան եւ փաստաբան Լուսինե Զեյնալյանը, ողջույն Լուսինե, ազատամարտիկ այո, նախկին մի քանի անգամ են էլ, չէ՞, քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ կվարեմ, նաեւ կմասնակցեմ ես Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Մեր գործընկերները Հանուն Հանրապետության կուսակցության կողմից առաջադրված ազգային ժողովի պատգամավորության տեխնացուներ են, դեռևս չգրանցված իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, բայց ներկայացնենք, որ իրենք էլ ուղիղ առնչություն ունեն ընտրական առաջիկա գործընթացի հետ։ Միանշանակ։ Սկսենք Լուսինեից, որպես իրավաբան, Լուսինե, մենք խոսում ենք օրենքներից, օրինականությունից, մինչդեռ հիմնական օրենքի հետ մենք ունենք հիմնական խնդրեմը։ Եվ հիմա մեզ ասում են, որ այն պետք է լուծեն։ Դե այն ձևով, որ ձևով ներկայացնում են։ Որտեղ եք տեսնում այստեղ խնդիրները, հա, մարտահրավերները մենք քննարկում ենք այս նոր սահմանադրությանն ընդառաջ ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը, ինչ մարտահրավերներ են, ինչ վտանգներ են այս անցման շրջանում, հա, դեպի նոր սահմանադրություն եւ խոսվում է նաեւ 4-րդ հանրապետության մասին։ Համեցեք։ Շնորհակալություն։ Նախ նշենք, որ այսօրվա սահմանադրության նոր սահմանադրության անհրաժեշտությունը մեկ առանձին հարթակ է ձևավորել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե սահմանադրությունը ընդունելը որպես մեր հիմնաքարը պետության, ինչպես նաև ինչպես ենք ընդունում հենց գլխավոր
մեր հոգևոր դասագիրքը Աստվածաշունչը ինձ մոտ այդպես է պետության հիմնակարը դա սահմանադրությունն է ինչպես նաև Աստվածաշունչը դրանք միշտ ես համեմատում եմ իսկ որպես իրավաբան իմ համար Աստվածաշունչը դա սահմանադրությունն է որովհետև յուրաքանչյուր օրենք բխում է սահմանադրությունից եւ պետքա ենթարկվի սահմանադրությանը անգամ միջազգային բոլոր պայմանագրերը պետք է ենթարկվեն սահմանադրությանը եթե ինչ որ միտեղ չի համապատասխանում սահմանադրությանը ապա մենք չենք կարող դա վավերացնել հիմա այսօրվա պայմաններում մենք լիքը անելիք ունենք յուրաքանչյուրս առանձին նախ սահմանադրությունը պետք է խոսի հենց առանձին յուրաքանչյուր քաղաքացուց այսինքն պետքա բխի քաղաքացուց եւ քաղաքացու պահանջները պետքա ներառվեն եւ կիրառվեն իսկ այսօրվա մեր իրականությունը երբ որ մենք ուսումնասիրում ենք բոլորը ոնց որ ձևական լինի դրա համար ես կասեմ որ սա ձևական փաստաթուղթ չպետք է լինի այլ պետք է լինի մեր ամենագլխավոր կանոնագիրքը որը իր մեջ կներառի ազատություն, արդարություն, ինչպես նաև պատասխանատու իշխանության վերաբերյալ։ Եվ այդպիսով կարող ենք ասել, որ տարանջատման սկզբունքները, ինչպես մենք ունենք, դատական իշխանության անկախության մասին կարող ենք խոսել, որ դատարանները պետք է լինեն անկախ, սակայն մեր հասարակության նաև Վարչապետ Փաշինյանն էլ խոսում էր այն մասին, որ մենք լրջագույն խնդիր ունենք դատական իշխանության հետ, որը առանց նոր սահմանադրության ընդունման լուծում չունի։ Եվ ասում է հետևյալը, որ նոր սահմանադրությունն ընդունելուն պես նաև ձևավորվելու են ատենակալների ինստիտուտը եւ բոլոր դատավորներ ըստ դառնալու են պաշտոնակատար, հա, եւ պետք է մենք խոսում ենք առաջարկի մասին, այսինքն չենք կարող այս պահին պնդել, որ հենց այդ առաջարկը պիտի ընդունվի։ Առանձն կա գաղափար, իհարկե ես կտրականապես դեմ եմ, որ գործող սահմանադրությունը մեզ հնարավորություն չէր տալիս դատական իշխանությունը դատական իշխանությունը առողջացնել։ Ես հիշում եմ 7-րդ գումարման ազգային ժողովում մենք բարբերաբար քննարկել ենք այս հարցը, ես մշտապես այս հարցով ելույթներ եմ ունեցել, մենք ընտրում էինք ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանին եւ Գագիկ Ջահանգիրյանին, որոնք պարզ հստակ ներկայացրին, որ գործող սահմանադրությունը ամբողջությամբ թույլ է տալիս դատական իշխանությունն ամբողջությամբ առողջացնել, վեթինգի ենթարկել եւ այդտեղ կար խզում պատկերացումների արդարադատության նախարարի Բադասյանի եւ օրինակ այդ պատկառելի գիտելիք եւ փորձ ունեցող երկու անհատականությունների Դավիթ Խաչատուրյանի եւ ուրեմն Գագիկ Ջահանգիրյանի տեսակետների միջև եւ սա եղել է հրապարակային, սրա մասին մենք ունեցել ենք փակ եւ բաց քննարկումներ եւ օրստորե այս անվճռականությունը դատական իշխանությունը ավելի անկատար է դարձրել եւ ավելի կախյալ, եթե ոչ իշխանությունից, ապա նախկին իշխանությունից։ Ես նախարարի հետ եմ խոսել այս մասով, պարոն Բաբաջանյան, դե այսքան կարողացել ենք անել, դե թող մնա բան, այսինքն մարդիկ վախենում են կպնել այսպես վճռականորեն խնդրին եւ հիմնահատակ այս հարցը լուծել, թե բանը համակարգը կպարալիզացվի։ Ավելի լավ չի տեսակ համակարգ առհասարակ չունենանք։ Ումա պետք է դատական համակարգը, եթե մարդիկ ուղակի չեն վստահում այդ համակարգին, ավելի շատ գողականներին են վստահում, քան դատարաններին եւ դատական ատյաններով իրենց վեճը լուծելու հնարավորությանն ու հեռանկարին։ Այսօր խոսում էր վարչապետը նաեւ քրեական ենթամշակույթի մասին։ Այդ որտեղից այդ քրեական ենթամշակույթը եկավ մեր կյանք, որտեղ պետության ձախողումը եւ պետական ինստիտուտների անկատարությունը եւ չգոյությունը առաջաբերում քրեական ենթամշակույթի անհրաժեշտություն եւ ենթամշակույթ որպես քաղաքացիները ավելի շատ վստահում են նրանց, ովքեր հարց լուծող են։ Հարց լուծողները գետնի վրա
ուրեմն հենց գողականներն ու գողական աշխարհը։ Դա էլ հետևում է կառավարման ձևին նորացման, չէ՞։ Այսինքն քրեական ենթամշակույթի ներկայացուցիչը ինքը ինչ է անում։ Ինքն էլ իր կառավարման ձևերն է ներկայացնում։ Իր գրված օրենքները կամ մենք չենք անտեսանելի օրենքները եւ արդյունքում չգրված։ Հա, իր չգրված օրենքները, որոնք արտահայտվում են իրենց նեղ շրջանակների վրա, որը դառնում է պետության մեջ նոր պետություն ստեղծել եւ կառավարվել մի քանի ձևերով։ Դեպքում երբ ես նաև եղել եմ քրեական ենթամշակույթի այդ հայտնի օրենքի նախագծի համահեղինակ ջատագով մենք օրենքներ ունենք, որը չենք կարողանում կիրառել։ Ես քանիցս հրապարակային վայրերում, հանրային վայրերում օրենքով գողեր եմ տեսել, որոնք հետո կապվել եմ օրինակ ոստիկանապետի հետ, ուզել եմ հասկանալ, ասենք, այդ ինչ մեր օրենքը ընդհանրապես գործում է, թե չի գործում։ Որովհետև այդ օրենքի բովանդակությունը որոշակի առումներով ինքը պետք է համապատասխանի սովորութային նորմերին, մեր կենցաղին պետք է համապատասխանեցնել։ Ոչ միայն գեղեցիկ բառերով շարադրանք պետք է լինի, այլև պետք է համապատասխանեցնել։ Այստեղ է խնդիրը մեր օրենքների, որ գրվում են օրենքներ, մշակույթին մեր մշակույթին համապատասխան, բայց ինքը կիրառելիության խնդիր է առաջացնում։ Դրա համար կոլապսներ ենք ունենում։ Ընդհանրապես սա է խնդիրը։ Ինչքան էլ մենք այս քննարկումները կատարենք, մենք արդյունքում մի հատ խնդիր ենք ունենալու մարդու իրավունքների ֆունդամենտալ փոփոխությունների, ազատությունների վերանայման խնդրեմ։ Այ նշվեց, որ ատենակալների ինստիտուտի ձևավորում ենք մենք ուզում, դա ունի իր եւ դրական եւ բացասական կողմերը։ Դրական կողմերն են, որով մենք դատական իշխանությանը այդ կախյալ ձեր ասած վիճակից բերում ենք այլ դաշտ եւ դատավորից չի կախված արդեն մեղադրական կամ արդարացման վերդիկտ կայացնելը, այլ կախված են ոչ իրավաբանների պարզ տրամաբանությունից եւ նրանց քվեարկության արդյունքից։ Եվ մենք ունենք բացասական կողմը, ինչպես պետք է դա վերահսկվի Հայաստանի Հանրապետության այդ փոքր սահմանների ներսում, որովհետեւ հենց ինքը վարչապետը նշեց, որ բոլորը բոլորին ճանաչում են։ Եւ այդ երկիրը փոքր է, տարածքը փոքր է, ծանոթները բոլորը կամ բարեկամ են, կամ բարեկամի բարեկամ են, կամ ընկերներ են։ Մեծ երկրներում օրինակ ատենակալների ինստիտուտը գործում է, օրինակ, չգիտեմ, իրենց երկրի մի հատվածի բնակիչները այլ հատվածում են այդ գործառույթը իրականացնում։ Մեզ մոտ այնքան կոմպակտ ու փոքր է։ Մեզ մոտ եթե մենք վերցնենք Մեղրիից բերենք Երևան, միևնույնն է, իրար հաստատ բարեկամ են դուրս գալու։ Ինչքան էլ կամ ծանոթներ են դուրս գալու։ Մի քիչ այդ մասն է մեր մոտ բացասական մնացել այդ ինստիտուտը ձևավորելու համար, դե աշխատանքները շատ են եւ դա ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ինքը եփվի, հմտանա, հղկվի, նաեւ հարմարեցվի մեր իրականությանը։ Դա մեկ օրում չի, երկու օրում չի, յուրաքանչյուրս էլ մեր անելիքները պետք է ունենան եւ պատասխանատվություն ունենանք։ Եվ պետք է այդ ինստիտուտը ժողովրդին այնպես մատուցվի, որ ոչ մեկ չմտածի ատենակալին հնարավոր կլինի այդ գործի շրջանակներում, երբ որ անունները հրապարակվի եւ դատարանում հաստատվի, հա, այո, դրանից հետո միջոցներ եւ մեթոդներ կամ խստացնել, այսինքն տարբեր լծակներ կան, երբ որ մենք այլ պետությունների մոդելները վերցնում ենք, նրանք իմունիտետ ունեն։ Կոմպակտ երկրների օրինակները պետք է դիտարկել, այդ թվում նաև, գիտեք, մեր քաղաքացիները համատարած նաև անտարբերության այսպես զգացողություն ունեն թե քաղաքական գործընթացներին եւ չի բացառվում, որ նաև դատական այս նիստերին մասնակցելու հարցերում այդպես առանձնահատուկ նախանձախնդրություն չունենան։ Ես Միացյալ Նահանգներում տեսնում էի իմ շատ ընկերների կամ այլ ընտանիքների, որոնք ստանում էին, որ որպես ատենակալ այս կամ այն դատարանում ներկա լինելու պարտավորություն ունեն։ Եվ իրենք ամեն միջոց, չգիտեմ, բժշկի թուղթ էին ներկայացնում, որ չգնան, որպեսզի ոչ այդ ճանապարհը անցնեն, ոչ այդ ժամանակը ծախսեն աշխատանքից կտրվելու, թեև իրենք վճարվում են, երբ իրենք դատարանում պիտի։ Պատասխանատվության ցենզն էլ է բարձր եւ իրենց կատարած աշխատանքի օրինականության եւ որակի, ինչպես նաեւ ստացած արդյունքների մասին։ Մենք խոսում ենք դատավորների վեթինգի ենթարկելու կարեւորության մասին, այդ ատենակալներն էլ պիտի վեթինգի
ենթարկվեն։ Այդ բարևարկության խնդիր կա, այդ մարդկանց առնչությունները քրեական աշխարհին, ընդհանրապես իրենց վարքը պիտի գնահատվի, նոր իրենք իրավունք ստանան որևէ կերպ դատողություն անել հանցագործի արարքի վերաբերյալ։ Վարդան, մենք գոնե լավ հիշում ենք, թե ինչ անտարբերություններ իդեպ Արմանը արդեն հիշատակեց անտարբերության մասին, այս ամենը հաջողության հասնելու համար պահանջում է միջին վիճակագրական քաղաքացու նախանձախնդրություն։ Ակտիվությունը։ Այո, եւ ակտիվություն դրանից բխող։ Բայց այս սահմանադրական գործընթացը մեր երկրում մի վատ սովորություն մտցրեց մեր հասարակության մեջ, դա սահմանադրության նկատմամբ այսպես ինչ-որ մի մեզ չվերաբերվող բանի վերաբերվելն է, հա, այն էլ գիտեք ինչ ձևով, որ դե մի բան բերել են, կապել են գլխներիս, ոնց որ ամառը շոքից դե ինչ բողոքես, ինչ-որ մի անխուսափելի փորձանք կամ ձմեռված ցուրտը։ Միջդեռ դա մերը մենք չենք համարում եւ ցենց անտարբերությունը այդ տասնամյակ 95, 2005, 2015 եւ ահա հիմա 2026-ն ենք ձեր մոտեցումը համեցեք։ Ես միշտ դες սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որից պետք է բխեն մյուս օրենքները։ Այդ դրանից ելնելով ճիշտ լուսինն ասես, նաև մեր ավետարանն է սահմանադրությունը։ Ուրեմն սահմանադրությունն է, ես համեմատում եմ շենքի հիմքի հետ։ Եթե հիմքը շենքի ցանկացած շենք կառուցելիս հիմքը սխալ դրիշ կամ ասենք բետոնը անորակ եղավ հիմքի, ինչքան ուզում ես դղյակներ կառուցի, լիփլվի գլխիդ։ Հիմա այս դու որ ասում ես անտարբերություն, գիտեք ինչի համար է այդ անտարբերությունը, որտեղ մեր ժողովրդի գրեթե 95%-ը եւ ավել չի մասնակցել սահմանադրական հանրաքվեին։ Այս սահմանադրությունը ուրեմն Սերժ Սարգսյանի եւ այնտեղ ճարպիկ իրավաբաններ կային, ուրեմն Դավիթ Հարությունյան, Հրայր Թովմասյան, Հրայր Թովմասյան, Վարդան Պողոսյան, դրանք Սերժի իրավաբաններ էին կոչումով, բայց Սերժի հլու հնազանդ կամակատարներն էին կամ ծառաները։ Նրանք այս սահմանադրությունը չկազմեցին նրա համար, որ մեր կյանքը ավելի բարելավի, պետությունը ավելի հզորանա։ Նրանք գծագիրը, նախագիծը, ճարտարապետությունը կառուցված էր նրա վրա, որ պետք է սա կառուցվի Սերժի, իզուչի ժողովուրդն ասում, Սերժի վրայով կարված կոստյում է սա։ Ուրեմն այդ կոստյումը կարին Սերժի հակով։ Իրանք դերձակներն էին, էլի։ Բայց Սերժը հենց այդ բանը դրանով ընկավ ծուղակը։ Այս սահմանադրությունը ամբողջությամբ կեղծ է։ Որտեղ ժողովուրդը չի մասնակցել հանրաքվեին։ Ինքը Սերժը իր բառապաշարով էր ասում, չէ՞ մի օր Գյումրիով ասաց, այս ընտրությունը ինձ կարևոր չի, ինչքան ուզեմ, այնքան կխփեն։ Խփեց, ինչպես որ միշտ եղել է։ Հետո խփեցին։ Սերժի համար ընտրողները կարևոր չեն եղել երբեք։ Խփեցին։ Հա, իրանց համար կարևորը հաշվողներն էին, այս Ստալինյան պետության զավթիչները միշտ այդպես են լինում։ Միշտ այդպես են եղել։ Իրենք երբեք ժողովրդի որտեղ է սահմանադրության մեջ, մենք ասենք այն հասարակ մարդիկ էլ գիտեն, որ սահմանադրությունը ինչի համար է, որ ժողովրդի կյանքը պետության հետ հարաբերվելու այդ կանոնները ճիշտ դասավորվի, հետո օրենսդիր, գործադիր, դատական իշխանության իրար լրացնելու եւ հակակշռելիության տարանջատման եւ հակակշռելիության մեխանիզմը ապահովվի։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ հակակշռելիությունն ու տարանջատումը չկա։ Կախված են էլի իրարից, մի քիչ առաջ դատավորների մասին խոսացիք։ Դատավորները էլի ինչ որտեղից կախված են ու ժողովրդի մոտ պատկերացում կա, որ անկաշառ դատավոր Հայաստանում գոյություն չունի։ Ինչքան ուզում ես խստություններ արա, էլի պետք է սովորել, հոգեբանորեն, գենետիկ այդ վիճակում է։ Վրայից ինձ ասում են, վրայից չեք թողնի, տակից կմասնեն։ Այս նաև ուրիշ շատ խրտին բաներ կան, այդքան մեծ երկար ժամանակ է պետք, որ այդ բաներ հակասությունների մեջ խորանանք, բայց շատ ուրիշ բաներ էլ կա։ Ասենք հիմա
ենթադրենք խաղաղության խնդիրն ենք ուզում լուծենք, որ մինչև հիմա լիարժեք չի լուծվել, չէ, ասենք նախ ստորագրել են, բայց չենք ստորագրել։ Որը սերտորեն կապված է իդեպ սահմանադրության։ Բայց այդ եմ ասում, սերտորեն կապված է սահմանադրության հետ։ Հիմա ենթադրենք ես մի քիչ պարզ լեզու եմ խոսում, որ ժողովրդին ավելի մատչելի լինի, էլի։ Ասեք դու հարևանիդ հետ հողային վեճ ունես։ Անընդհատ կռվում եք։ Ասում է այդ հողը քոնն է, նա ասում է չէ քոնն է։ Դուք երբեք չեք հաշտվի։ Չէ՞։ Որտեղ այդ խնդիրը չի լուծվել այդ հողի։ Քոնն է թե բայց մի օր պետք է պաշտոնական մակարդակով սա լուծվի։ Հիմա մենք պետք է դուրս գանք այս մեր հուզական, ռոմանտիկ, այս կեղծ հայրենապաշտական նկարտումներից ու մոտեցումներից վերջապես որոշենք այս հարևանների հետ մենք ուզում ենք հաշտվել թե չհաշտվել։ Շատ մարդիկ կան իմ ասում կռվենք։ Մենա այդ նախ նրանք բաների ժամանակ ասում են, չէ, ասում են այդ Սամվել Կարապետյանի բանի ասում են մենք Արցախը պետք է հետ բերենք, հետ բերես ուրեմն դի կռվես։ Որ ուզում ես կռվես, տղա ջան, ուժը դերիկում է, այդ հնարավորություններն ունես։ Բա որ այսօր Մոսկվայից է ձեր եզրած կոչված լրտեսը հավաքագրում է հայ երիտասարդներին արդեն 1000 մի քանի հազար հոգու տարել է Ուկրաինա գլուխը կերե։ Բայց նույն մարդիկ, որ դուք Մոսկվայից այդքան հայրենասեր էիք, մեկ 44 օրյա պատերազմին քանի հոգի եկան մասնակցեցի։ Չեկան։ Եզակից մորտ։ Այսինքն ես շեղվեցի ուրիշ ուղղությամբ գնացի, բայց հիմա մենք ուզում ենք հարևանների հետ հաշտվենք։ Եթե հարևանների հետ հաշտվենք, մեր սահմանադրության մեջ նշված է, որ մենք պահանջներ ունենք Ադրբեջանից։ Այն մարդը պարզ ասում է, ես մատի կողմից ճանաչված պետություն եմ։ Դու ինձից ուզում ես պահանջ ես ուզում են հարևանի օրինակը բերի, բա ոնց հաշտվենք։ Հիմա, այսինքն մենք էլի ոնց ասեմ, քաղաքականության մեջ շարժվում ենք ոչ թե ռեալիզմի ուղղությամբ, այլ ռոմանտիզմի ուղղությամբ։ Հաշվարկներ չկան։ Եթե մենք ռեալ պոլիտիկի ուղղությամբ շարժվենք, պետք է այդ խանգարիչ դրույթները սահմանադրությունից մաքրենք։ Եթե խաղաղություն ենք ուզում, հələ միած սկզբից պարզենք, մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, թե պատերազմ։ Ես կարծում եմ, որ խաղաղություն են ուզում։ Հիմա գանք այս անտարբերությանը, ես խո երկար չեմ խոսում։ Ուրեմն աշխարհում բոլոր չարիքները պետությունների մարդկանց գլխին գալիս է անտարբերությունից։ Ուրեմն միայն պարկեշտ մարդկանց անտարբերությունն էլ հերիք է, որ սրիկաները ասպարեզը գրավեն։ Նրանք սրիկաները, հայրենավաճառները, կեղծ հայրենապաշտները, ուրեմն իրանք շատ լավ դաշտը ուսումնասիրում են, որ տեսնում են խանգարող չկա, չէ՞, անմիջապես լծվում են, որ եթե ժողովուրդ կա, տեսեք այդ Նիկոլի ընտրությունը ոնց եղավ, Նիկոլը առաջից սկզբից ոնց վարչապետ ընտրվեց, ինքը ազգային ժողովում այդքան պատգամավոր չուներ, չէ՞, բայց որ ժողովուրդը բազմաց լծվեց հրապարակները, ուրեմն եւ Ծառուկյանը, եւ Դաշնակցությունը, եւ հանրապետականները այսպես սկսեցին այդ իրանց որ արյուծ էին կարծում թղթե արյուզներ, միանգամից դառան կատու եւ մենակ մի հոգի չքվեարկեց այն բանը Աղվան Վարդանյանը, բոլորը քվեարկեցին, որ Նիկոլը դառնա վարչապետ, որտեղ ժողովրդից պետք է սարսափեն իրանք, սա բոլոր ժողովրդից են սարսափում։ Եթե ժողովուրդը անտարբեր մնաց չմասնակցեց ընտրություններին, ուրեմն հիմա տես ինչ է ստացվում։ Ինքը գործում է նախ ինքը պետության դեմ, երկրորդը հենց ինքը իր դեմ։ Հետո քաղաքակիրթ պետություններում, ուրեմն Բելգիայում, Գերմանիայում, եթե ընտրությանը դու չես մասնակցում, $300 եվրո տուգանք են քեզ ուղարկում։ Ոնց թե դու եթե պետության մասնակցությունը պարտադիր է, եթե դու չես մասնակցում, եթե դու կներեք էլի դրա համար ընտրական իրավունք այդ եզրույթը պետքա մենք մեր մեջ մտցնենք ընտրական պարտականություն։ Երբ որ մենք հասկանանք, որ ոչ թե ունենք իրավունք, այլ պարտականություն, արդեն կառաջացնի հետևանք։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ ուրեմն պատասխանատվությունը։ Այո։ Մենք մեր պետության առաջ հավաքական պատասխանատվություն ունենք, թե ոչ։ Եվ դրանից պիտի բխի արդեն իրավունք ունենք այլևս անտարբեր լինել, թե ոչ։ Եվ առաջիկա նախ ամսի 7-ի, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին է։ Այո։ Եթե զգում ենք պատասխանատվություն մեր ընդհանուր տան նկատմամբ, ուրեմն պիտի անտարբեր չլինենք։ Հետո մի ուրիշ բան էլ կա Արման ջան, կներեք, էլի։ Մարդիկ կան, հետներ զրուցում են, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հիմա լավ,
Ինչի՞ չես զբաղվում, ասում քաղաքականությունը կներեք հազարանք օրնիկությունն է։ Հա, ասենք թե օրնիկությունն է, բայց նա քաղաքականությունը մարդկային գործունեության ամենաանհասկանալի, ամենապարտ, ամենափչացած, բայց նաև ամենակարևոր եւ ամենաստեղծարար ասպարեզներից է։ Հիմա, եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, անտարբեր գնաց է թաքնվել ես, ուրեմն ուրիշները կզբաղվեն, հետո դու չես զբաղվում, նա չէ զբաղվում, նա չի զբաղվում, մյուսները կզբաղվեն, կգան վերջում քո կյանքը կբարթացնեն ու կսկսես փնփնտալ ու լաց լինել։ Ինչու՞ ովքեր զբաղվելու են, որոշումներ են կայացնելու նաև, որոնք ազդելու են քո վրա։ Դժոխք կսարքեն քո կյանքը։ Եվ վերջացնում եմ խոսքերս, շատ երկար խոսացի, Նապոլեոնի խոսքերն եմ ուզում մեջ բերել։ Նապոլեոնը մի առիթով ասել է. «Թշնամիներից մի վախեցեք։ Ծայրագույն դեպքում նրանք ձեզ կսպանեն։ Բարեկամներից մի վախեցեք։ Ծայրագույն դեպքում նրանք ձեզ կդավաճանեն։ Վախեցեք անտարբեր մարդկանցից»։ Այս անտարբեր մարդիկ, թվում է թե անշարժ մարդիկ են, ոչ սպանում են, ոչ դավաճանում են, բայց սրանց կույր անտարբերությամբ է, որ աշխարհում գոյություն ունի եւ սպանությունը, եւ հայրենավաճառությունը եւ դավաճանությունը։ Ուրեմն անտարբեր մարդը Հայաստանի Հանրապետության թշնամին է, ինքը իր թշնամին է։ Թող այս բաները մասին մտածել մարդիկ։ Եվ քաղաքականությամբ զբաղվել ամենևին ընտրողը ընտրության գնալով քաղաքականությամբ չի զբաղվում։ Այո։ Այս պատրանքը ես չգիտեմ ինչի է մեր ժողովրդի մեջ արմատացել համոզումը, որ ընտրություններին մասնակցել նշանակում է զբաղվել քաղաքականությամբ։ Այո։ Դուք ձեր քաղաքացիական պարտքն եք կատարում պետության մեր ձևավորման ապագայի սեփական պետությանը կառավարիչը մենք ասում ենք, որ սա սարտարապատ է, սա լինելիության խնդիր է, սա ճակատամարտ է, մեզ պատերազմ են հայտարարել բոլոր ուղղություններից։ Ուրեմն եւ հյուսիսից, եւ աջից, եւ ձախից, եւ ներսից լրտեսական ցանցը թափանցել է Հայաստան։ Հիմա սա պատերազմ է։ Դու երկրի դինելիության խնդիրն է որոշում, քեզից ինչ է պահանջում։ 5 րոպե գնաց քննարկես, չեմ գնում։ Ուրեմն դու դավաճան ես։ Դու ես երկրի քաղաքացին իրավունք չունես կոչվելու։ Այո։ Այստեղ շատ էական մի քանի հարց կա, եթե թույլ տաք սահմանադրության վերաբերյալ։ Խնդիրը մի քանի շերտ ունի։ Մենք խոսում ենք հատկապես սահմանադրության նախաբանի մասին, որտեղ կա հղում անկախության հռչակագրին, անկախության հռչակագրում էլ տեղ է գտել 89 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը։ Մենք երկու տարբերակ ունենք դրանից ազատվելու, կամ այդ հղումն ենք վերացնում, կամ 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը տանում ենք սահմանադրական դատարան եւ վիճարկում ենք դրա սահմանադրականությունը։ Եթե մենք նոր սահմանադրություն ընդունելու վճռականություն ունենք եւ որոշում ունենք, իսկ դա կարծում եմ պիտի ինստիտուցիոնալ մեծ վերակառուցման նաեւ շրջանակ նախատեսի մեր արտաքին քաղաքականությունը, ներքին ինստիտուտների համերաշխ եւ համախոհ գործունեությունը պետք է անպայման ներառի։ Շատ մեծ հավանականություն կա, որ բովանդակային իրական քննարկումը ուղղակի զիջի միայն այն պատճառով, որ այդտեղ սահմանադրության նախաբանի եւ Ադրբեջանի պահանջի հարց կա։ Եվ մենք ի վիճակի չլինենք օրինակ բովանդակային քննարկում ծավալել դատական իշխանության, հակակշիռների, օրենսդիր իշխանության, արտաքին քաղաքականության, հաշվետվողականության, ինչպես նաև արտաքին քաղաքական մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ, որովհետև մեծամասնություն է, այսպես ասած, կհամարի, որ այս սահմանադրության փոփոխության պահանջը Ալիևն է իջեցրել եւ մենք դե չենք կարող սրան համաձայն լինել։ Իմ համոզմամբ Ալիևը միակն է թերևս այս աշխարհում, որ կողմ է, որ այս սահմանադրությունը չփոխվի։ Թեև անընդհատ օրակարգ է բերում սա այն պահանջը, որ այս սահմանադրությունը ինչու է ինքը անընդհատ այդ պահանջը ներկայացնում։ Շատ լավ իմանալով, որ այդ պահանջը ներկայացնելու արդյունքում մեր ժողովրդի մեծամասնությունը դեմ է լինելու, սահմանադրությունը փոխելու ավելի շատ անտարբերներն են առարկա։ Հետո արտաքին աշխարհիները ցույց է տալի, որ մենք ագրեսոր ենք։ Այս ժողովուրդը մենք ագրեսոր ենք։ Չի ուզում խաղաղ։ Դա չեն հասկանում։ Չի ուզում խաղաղ։ Այո։ Եվ դա
Հայաստանին դարձնում է ոչ պայմանագրունակ պետություն, որովհետև Հայաստանը ստանձնել է հանձնառություն, որ ինքը իր մայր օրենքից պիտի վերացնի հարևանների նկատմամբ տարածքային պահանջի որևէ դրույթ, որը մտել է մեր հիմնական օրենքում, որպես հղում ուրեմն անկախության հռչակագրի։ Մենք ամերիկացիներին ենք այդպիսի խոստում տվել։ Ի վերջո օգոստոսի 8-ի խաղաղության գործարքի եւ դրան հաջորդած դուք մատնանշեցիք խաղաղության պայմանագրի նախաստորագրման ամբողջ այդ միջոցառումը նաեւ նրա մասին էր, որ խոչընդոտը, որը վկայաբերվում է որպես մեր սահմանադրությունում տեղ գտած անկախության հռչակագիր, պիտի վերացվի։ Եվ դա պիտի վերացվեր այս առաջիկա ընտրություններից հետո սկսվող գործընթացով, սահմանադրական փոփոխությունների գործընթացով, որի համար գործող իշխանությունը պետք է առնվազն 75%։ Այդպիսի ներկայություն խորհրդարանում շատ բարդ է լինելու։ Եվ ասեմ, որ մեր արտաքին հակառակորդներին, ներքին հակառակորդներին հիմա հուզում է այս հարցը, որովհետև որևէ իշխանություն, որը ի վիճակի չի լինելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, կնշանակի, որ այդ իշխանությունը անկատար է եւ լիարժեք չի։ Եվ այստեղ կրկնակի կարևոր է, որ մենք անտարբերներին նաև կարողանանք իրենց սրտին խոսել եւ թույլ չտալ, որ իրենք մնան տանը, որ իրենք նաև այս պատասխանատվությամբ մոտենան առաջիկա ընտրություններին, մտքում ունենալով հաջորդ հանրաքվեն, որը Հայաստանի համար ծայրահեղ եւ ծայրաստիճան կարևոր է խաղաղության պահպանման, խաղաղության հերանեկարը խորացնելու տեսանկյունից։ Եթե մենք սահմանադրական փոփոխությունները չարեցինք, մենք ամբողջությամբ լեգիտիմ իրավունք ենք տալիս Ադրբեջանին ցանկացած գործողություն իրականացնել Հայաստանի հետ եւ որևէ կարեկցանք չսպասեք միջազգային հանրությունից, որտեղ մենք միջազգային հանրությանը հանձնառություն ենք ստանձնել, որ այդ սահմանադրական փոփոխությունները տեղի ունենալու։ Հայաստանը եթե դարձավ պետություն, որը ի վիճակի չի իր հանձնառությունները կատարել, ճակատագիրը մի շարք պետությունները մեր աչքի առաջ են, Լիբանանն էլ հիմա այն ինչ որ տեղի ունենում։ Ներողություն, 44 օրյա կռիվը որ եղավ, որևէ պետություն մեր թիկունքին կանգնեց, նույնիսկ վրացիները փագին օտային տարածքները։ Ինչի համար։ Բոլորը հարց են տալիս, այդ կռիվը ինչի համար է։ Ասում են ժամանակին հայերը ուժեղ են եղել, ուրեմն կարողացել են Ադրբեջանի տարածքը նվաճել։ Հիմա ադրբեջանցիներն են, հետո հայերը զբաղվել են այդ հաղթանակից հարբած թալանով են զբաղվել, ուրեմն դրանք ուժեղացել են, օգտվելով դրանից, հետ են բերել, ասում են շատ լավ է, նորմալ է։ Այստեղ բանը ադրբեջանցիները մեղք չունեն։ Աշխարհն էլ ասում, մի պետություն չկանգնեց մեր թիկունքին։ Հիմա նույն վիճակը հիմա է ելնելու։ Մենք ընդհանրապես տեսեք ինչն է ես շատ խոսացի։ Չէ։ Տեսեք մեր անցած ճանապարհն արդեն իսկ մեզ հուշում է, որ չհավասարակշռված իշխանության թևերը մեծ վտանգներ են պարունակում պետության հետագա ընթացքի համար։ Երբ այդ այսպես կոչված ֆրանսիական սահմանադրությունն ընդունվեց, հետո անցավ անբարեխիղճ ձեռքեր եւ հիմք դարձավ Հայաստանում կրիմինալ դիկտատուրայի ձևավորման, կոնսոլիդացման համար, անպատժելիության ամեն ինչի եւ նույնիսկ այդ սահմանադրությանն էր համապատասխանում էլ գույք պարտքի դիմաց էլ մեկը մյուսը մինչեւ հիմա էլ ասում են ինչը շատ լավ հիանալի պայմանավորվածություն է Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում մշտական բնակության տեղեկանքը, որը սահմանադրական առաջին կոպտագույն խախտումն էր։ Մարդը բոլորիս աչքի առաջ չի բնակվել Հայաստանում, դրանից առաջ Ղարաբաղում է ապրել, դրանից ընդամենը 1 տարի է ապրել դրանից առաջ Հայաստանում եւ բայց թուղթ են բերում, որ Արմեն Սարգսյան այդ հարցը բարձրացվեց Անգլիայի, չէ՞, Անգլիայից։ Եվ միայն լրատվամիջոցներից մեկի հետաքննական փորձերը փաստորեն բացահայտեցին, որ Արմեն Սարգսյանը նաեւ զուգահեռաբար այլ
պետությունների քաղաքացիությունը Հյուսիսային Ամերիկայի մի փոքր երկրի մասոնական լոժաների հատուկ ծառայությունների հետ կապված Տեսեք, երբ որ մենք խոսում ենք առաջի սահմանադրությունից եւ այդ չարաբաստիկ հռչակագրից, մենք պետքա մեր ժողովրդին մի բան մատուցենք, որ այդ ժամանակ այդ հռչակագիրը երբ որ եղել է, այդ պայմաններն են թելադրել, որովհետեւ Հայաստանը հենց հետ խորհրդային իրավիճակում ինքը նվաճողական էր, ինքը անկախություն էր ուզում, դա պայմանները թելադրեց, ինքը ունեցավ։ Կոնֆլիկտի տրամաբանության մեջ է։ Հիմա մենք այլ իրավիճակում ենք, պետքա մեր ժողովրդի հետ պետությունը կարողանա այնքան անմիջական մատուցի այդ բոլոր հանգամանքները, որ այսօրվա իրավիճակում կարողանան ընկալեն եւ հասկանան։ Շատ կարևոր բան եք ասում, ստրատեգիական հաղորդակցություն։ Հաղորդակցությունը շատ կարևոր է։ Ամենակարևորը պետություն եւ քաղաքացի եւ երկուսի փոխհարաբերությունները, ինչքանով է իրար հետ փոխհարաբերված այս սա ասենք։ Այսօր պետք է հասկանան, որ խնդիրները այնպիսին են դրված եւ գնահատեն մեր աշխարհագրական դիրքը, մեր շրջապատող թշնամիները, մեր անցած ճանապարհը, մեր ռեսուրսները, նաեւ հնարավորությունների դեպքում ինչ ռազմավարական գործընկերներ մենք ունենք, բայց այսօր երբ որ հետազոտում ենք, մենք տեսնում ենք մի փոքր քարտեզի վրա ոնց որ մեզ են ներկայացնում ընդհանրապես ստորակետ կամ կետ, բայց մենք հպարտի տեսքով են կան, չէ, հարուստի տեսք ունեն, բայց իրանք իրականում հարուստ չեն։ Մենք հիմա հպարտի տեսքով ներկայանում ենք, որ մենք հեսա գրավելու ենք աշխարհը, բայց մենք կետ ենք քարտեզի վրա, արհամարելով մնացած մարտահրավերները։ Արդյունքում այսօր մեր բնակիչների մոտ անտարբերություն է կառաջանա եւ մնացած բացասական հետևանքներն էլ կառաջանան։ Տեսեք, մենք խոսում ենք նաեւ այն մասին, որ այս սահմանադրությունների այս 3 վարկածները այդ ժամանակվա օրվա իշխանության հակով մի կոստյում էր Վարդանն էլ խոսեց դրա մասին։ Չէ, հասկանալի է, ինչի համար, որովհետև իրենք լեգիտիմ ինքնավերարտադրման խնդիրներ լուծեին։ Հավերժացման խնդիրը։ Բայց տեսեք, որպես սահմանադրություն, էլի, մեր սահմանադրությունը նաև լավը չի։ Տեսեք, Արմանի հետ մոտ մի տարի առաջ էր, տենց մասնավոր զրույցի ժամանակ խոսում ենք սուպեր պրեզիդենտական Միացյալ Նահանգների սահմանադրությամբ, հա? Միացյալ Նահանգների դեսպանները թե նշանակվելը, թե աշխատելուց հաշվետվություն տալը, լսումների կանչվելը, հավասարապես եւ կոնգրեսի եւ սենատի։ Այո, առանց դրա հնարավոր չի։ Որևէ աղմկոտ իրադարձություն միջազգային պետքարտուղարը պիտի գա եւ հաշվետվություն ներկայացնի Միացյալ Նահանգների գործողությունների մասին սենատում կամ կոնգրեսում, փակ կամ բաց ձևաչափով։ Եթե կա աղմկոտ ներքին քաղաքական որևէ Էփշտեյնի նման օրինակ հարց, ուրեմն դրանում ներգրավված բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ պիտի գան եւ պիտի հաշվետվություն տան եւ Սպիտակ տունը սարսափում է այդ իրավունքից։ Վկայություններից ինչքան են ավելին ես նախկին գումարման խորհրդարանում ամեն ինչ անում էի որպեսզի ի վերջո խորհրդարանական կառավարման երկիր ենք։ Մենք մեր դեսպանների, ես արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էի, դեսպանների աշխատանքից որքան ենք տեղյակ։ Եգիպտոսում, չգիտեմ, Հնդկաստանում կամ այլուր մեր դեսպանները ինչ աշխատան։ Ես ամենայն հարգանքով, բայց ես կարծում եմ, որ փակ եւ բաց խորհրդակցական իրավունք թույլ տվեք, որպեսզի հանձնաժողովի բոլոր անդամները մի խորհրդակցական կարծիք հայտնեն դեսպանների ամենամյա զեկույցներից, որ նրանք կգան եւ վերջապես հաշվետվությամբ հանդես կգան հանրությանը, խորհրդարանին, պրոֆիլային հանձնաժողովին։ Եվ նրանց նշանակումների ժամանակ շատ կարևոր կլինի, որ նշանակումից առաջ գան ներկայանան պրոֆիլային հանձնաժողովին, օրինակ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, եւ այդ հանձնաժողովը որևէ խորհրդակցական կարծիք հայտնի նշանակումից առաջ արտաքին գործերի նախարարին կամ վարչապետին կամ նախագահին, որը վերջնական ուրեմն նշանակողն է։
բայց գործառույթ չունի խորհրդարանը որևէ։ Հիմա մենք չունենք խորհրդարանական կառավարման համակարգ, բայց անունը խորհրդարանական երկիր է։ Բայց նախարարները մի քիչ ավելի հաճախ են հիմա գալիս խորհրդարան։ Առանձին օրենքներ քննարկելու շրջանակներում, ոչ թե օրինակ իրադարձությունների օրինակ բյուջետային քննարկումների շրջանակներում եւ բաց խոսակցություն է գնում։ Բացառությամբ են սպառազինության գնման մեկի մյուսի հետ կապված այդ մասերը փակ են։ Ես կարծում եմ, որ մենք պիտի խորհրդարանի լիազորությունները ավելի ընդլայնենք, ավելի մեծացնենք եւ այդ իմաստով ես լրիվ համաձայն եմ, որ գործող սահմանադրությունը խզում ունի։ Լավ, շատ խախտին բաներ կա։ Բոլորս էլ ընդունում ենք կառավարության համակարգի հետ, որ այս պահին կա։ Ընդհանրապես կարծում եմ եկեղեցի պետություն հարաբերություններում պետք է հստակություն մտնի նաև սահմանադրությամբ այն ինչ որ մենք հիմա վերապահել ենք պիտի ավելի հստակեցում լինի եւ եկեղեցին պիտի իր սահմանները իմանա, պետությունը իր շրջանակը պիտի իմանա եւ այս վերջին լարումները պիտի նաև ինչ որ կերպ այո նվազեցնեն ներվը, որ առաջացել է պետության եւ եկեղեցու միջեւ։ Կարծում եմ, որ սահմանադրության նոր սահմանադրության մեջ անպայման պետք է նշվի մեր պետության աշխարհաքաղաքական եւ ստրատեգիական ուղղվածության բանակավապարը։ Նկատի ունեք Եվրամիության, որտեղ մենք ազգային ժողովը եւ դեպի Եվրամիություն օրենք ենք ընդունել նաեւ մեր դա պետք է անպայման նշվի, որ ռուսները հասկանան, որ մենք այդ կողմի չնայած հիմա էլ իրանք մեզ մեղադրում են հիմնականում ինչի համար Զախարովան մեզ ինչ ասեց բանը ինչ ասեց Պուտինն ասում ասում մենք Եվրո պետությունների միության հետ թշնամի ենք հայերը ուզում են նրանց հետ բարեկամ դառնալ չհասկացանք հիմա մենք ինքնիշխան պետություն ենք մենք պետք է որոշենք ինչ ուղղվածություն ունենք թե դուք Զախարովան այդքան վտանգավոր բան չասեց որքան Օվերչուկը Թուրքմենչայի պայմանագիրը վկայեց մի բան, որը խոսում է այն մասին, որ իրենք մեզ որպես պետություն չեն ճանաչում։ Եթե հարկը տարածները հիմա հայ ժողովուրդն է ապրում։ Պետություն իրենք են եւ Իրանը, Հիմա դրա համար մենք հստակ գրենք մեր ուղղությունը։ Եվ պետք է ասենք, բայց սա ուղղված չի Ռուսաստանին, բոլոր մեր պոտենցիալ գործընկերներին, հարևաններին, անմիջական հարևաններին, ոչ անմիջական հարևաններին մենք պիտի հասցե ունենանք։ Մենք հիմա հասցե չունենք։ Մենք անձնագիր չունենք։ Այն ինչ դուք առաջարկում եք, շատ կարևոր իրողություն է, որպեսզի Հայաստանը կանխատեսելի գործընկեր լինի։ Հայաստանի հետ գործ ունեցողները իմանան, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը իրեն եվրոպացի է ազգում եւ ուզում է լինել տեսանելի կամ անտեսանելի ապագայում եվրոպական այո լեզվան քաղաքակրթությունը Եվրոպային մեր մոտից են տարել այո հայկական մենք մի գնում ենք այն քաղաքակրթության յետևից որը մենք պատկանում ենք որին մենք ենք տվել այո իսկ այդ Ռուսաստանի այդ հարբեցողների քաղաքակրթությունը բանը Տերյանը ինչ էր ասում մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին հիմա մենք վայրի արջի ցեղերին չենք ուզում խառնվենք երեք բանը նայեցի համացանցում շատ չեմ խոսում չարաշարում ուրեմն գրած էր ուրեմն այդ հոգեբանական ալկոգոլիզմ կամ փսիխոալկոգոլիզմ այդ գծով Ռուսաստանի մի շարք մարզերում այդ սպիդակ տենտ հիվանդություն կա հենգապադիկ վեցապադիկ շատացել է այսինքն որ դրանց դրել են փակակների մեջ չեն կարողանում բողոքեն ստիպված ասում են հարբեցողության հիմա այդ մեկի գործ ունենք այդ հարբեցողների վայրի արջի ցեղերի դա սահմանադրության մասն չի դրանց դառնա իրենց գլուխը բայց սահմանադրության մեջ օրինակ ես կարծում եմ նաև մենք Սփյուռքի հետ հարաբերությունները որակապես վերանայելու մենք առաջարկ ունենք կուսակցության կողմից օրինակ կարծում եմ որ շատ ողջունելի կլինի Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից նաև որ արևմտահայերենը պետական լեզվի կարգավիճակ ստանա։ Այո։ Հայաստանը հոգա նաև արևմտահայ մեր հայրենակիցների լեզվի պաշտպանությունը, որտեղ դա մեր ժողովրդի կարևոր հարստությունն է։ Եվ դրանով ես կարծում եմ նաև Սփյուռքին շատ կարևոր ուղերձ կհղենք, որ դուք մեր հոգացության ներքո եք եւ պետությունը կարևոր պարտականություն է վերցնում իր վրա, ուրեմն արևմտահայության եւ արևմտահայերենի
արևմտահայերին պետական Խազի իսկական հայերենը, արևմտահայերենը, այս կոմունիստները դարձրին այս լեզուն։ Չէ, ի վերջո հայ գրականության դպրոցական կուրսում եւ Դանիել Վարուժան կա, եւ Գրիգոր Զորա, Տերյան կա, Դուրյան կա, այո։ Այդ համատեքստում մենք ինչքան է քննարկում ենք անում, արդյունքում գալիս ենք պետության եւ պետականության ամրության հիմքին, որ յուրաքանչյուրս, եթե մենք առաջարկում ենք ընտրական իրավունքը դարձնել ընտրական պարտականություն եւ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն կրի իր անտարբերության համար, դա խոսում է յուրաքանչյուր անձի մեջ սերմանել պետության նկատմամբ հարգանք ունենալ։ Այսինքն, եթե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է հարգի Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ոչ թե հանդիպում են քաղաքացիներ, որտեղ հենց այդ անտարբերության մասին մտածում են, ինչի ես պետքա ծառայեմ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ տարբեր ճանապարհներով շատ կարևոր բան եք ասում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պետություն չեն համարում։ Հիմա առաջիկա ընտրություններին խոշոր հայտ է ներկայացրել Ռուսաստանի հայերից մեկը։ Եվ անարգելով Հայաստանի սահմանադրությունը, անարգելով ուղղակի, տարական հարգանք չկա մեր սահմանադրության նկատմամբ, մարդը չի կարող լինել Հայաստանի վարչապետ, ասում ես լինելու եմ Հայաստանի վարչապետ։ Լավ եմ անում։ Սա իրենց վերաբերմունքն է մեր պետության նկատմամբ, իրենք Հայաստանը համարում են ճուլան, ոչ թե պետություն։ Եվ մեր ժողովրդի վերաբերմունքը պիտի համապատասխան լինի նաև այն վերաբերմունքին, որ իրենք ունեն մեր պետության հիմնական օրենքի նկատմամբ, որովհետև ես կարծում եմ, որ մենք անդադ խոսում ենք համերաշխության մասին, մի հատ առանցքը, որի շուրջ պիտի լինի այդ համերաշխությունը, դա օրինականությունն ու սահմանադրականությունն է։ Մենք կարող ենք տարբեր քաղաքական հայացքներ ունենալ, տարբեր պատկերացումներ ունենալ մեր պետության ապագայի վերաբերյալ, բայց իրավունք չունենք օրինականության եւ սահմանադրականության ինչպես նաեւ հավասարության Այո։ օրենքի առաջ չափազանց կա Գերակայություն, Օրենքի իրավունքի գերակայություն։ դիկտատուրա։ օրենքի դիկտատուրա։ Եթե մենք անկախությունից հետո մեզ մանկապարտեզներից դաստիարակեին սերը մեր մեջ մտցնեին պետության նկատմամբ, մենք սիրեինք մեր պետությունը, այսօր մենք խոսույթում չենք ունենա, որ յուրաքանչյուր իշխանություն եկավ այդ կոստյումը կարեց իր պահանջներին համապատասխան։ Մենք առաջինը կմտածեինք պետության բարգավաճման, ապագայի զարգացման մասին, այլ ոչ թե Եվ դրանում հարմարության յուրաքանչյուրիս պատասխանատվության մասին։ Այո, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է իր կողմից կատարած ընտրության իրավունքի իրացման համար, չիրացնելու համար կրի պատասխանատվություն։ Արդեն պատասխանատվության ձևերը դա հետագայի խնդիր է, բայց եթե քաղաքացին իր անտարբերությունը փորձի վերացնել իր ներսից, անկախ իրանից կսկսի սիրել այդ պետությունը, ոչ թե Արցախից արտագաղթածը, ես ապշած էի, հենց այսօր եմ դա լսել, որ չի ցանկանում հանձնել անձնագիրը ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի մեկ բանի համար, որ ինքը ում համար պետքա գնա ծառայի։ Բայց այսօր մենք ունենք եռաբլուր, մենք այսօր ունենք հերոսներ, երբևիցե Հայաստան մենք չենք տարանջատել, եւ ոչ մեկ չի Մեր ասել, ամենաթանկն ենք տվել։ այո, մենք չենք ասել, մենք մեր երեխեքին ենք տվել, բայց երբեք չենք ասել, ում համար պետքա ծառայի։ Մեր համար են։ Ապրես Լուսինե ջան։ Ես անգամ այդ պրակտիկ զինվորներից գիտեմ, որ անգամ այդ 44 օրյա պատերազմի ժամանակ օգնություն են խնդրել հենց Արցախցուց, մերժել են այդ օգնությունը, պատճառաբանելով, սա մեր կռիվը չի, դուք եք այս կռիվը սկսել, գնացեք տեր կանգնեք ձեր կռվին։ Սա սարսափեցնող է, երբ որ մենք ամեն ինչը, ձեր ասած պաշտպանությունը ոչ միայն արևմտահայերենի նկատմամբ, այլ մեր արժեքների նկատմամբ, պահպանել, պաշտպանել, ոչ թե տարանջատել,
առանձնացնել, իմ նուքոնը կատարել։ Այստեղ իհարկե ես շատ պիտի ուզեի նաև որպեսզի մենք մեր գնահատանքի խոսքը ասենք նաև այն արցախցիներին, ովքեր հասկանում են Հայաստանի Հանրապետության եւ մեծ մասը իմ ասածները դրանք այն փոքր հատվածին է վերաբերվում ձեր կողմից նշած, այլ դրսի ուժերը, ովքեր կարողանում են իրենց մանիպուլյատիվ եւ օգտագործել պետության դեմ այս զոհի դերում ներկայացնելով քաշել իրենց կողմ եւ սերմանել ոչ թե իրենց պատասխանատվության զգացումը, այլ անտարբերության, որ ձեզ պետք չի, տեսեք, ինքը չի ցանկանում։ Հայաստանը ձեզ համար ոչ մի բան է, հա։ Իրանք չեն էլ համարում մեզ որպես առանձին տարածք, որտեղ այդ փոքր մասին է վերաբերվում։ Չեն համարում մեզ իրենց հայրենիքը, միշտ ասում են Ղարաբաղցի, հայաստանցի։ Բայց մենք չենք ասել երբեք։ Այդ Քոչարյանը սերժական, բանդիտական ռեժիմը ստեղծեց այդ։ Տեսեք, երբ որ նայում ենք այս քաղաքական այս վերջին իրավիճակներում, երբ որ նայում ենք ձայնագրությունները, քրեական քրոնիկան, ինչեր է կատարվում, ովքեր են ձերբակալվում, մինչև այդ կատարելը նայում ենք ակտիվ գործողություններ։ Արդյունքում իրավապահ մարմինները գնահատում են հանցակազմեր եւ քրեական վարույթների շրջանակներում ենթարկում են պատասխանատվության։ Հենց պատասխանատվության պահը գալիս է քրեական օրենսգրքի շրջանակներում, հենց այդ նույն շրջանակը անմիջապես այն ձեր ներկայացրած հզոր այռուցից միանգամից վերափոխակերպվում է զոհի դերում։ Ինչեր են օգտագործում։ Ամարթարության զոհ։ Այո։ Եկեղեցում դրսևորած վարքագիծը 18 տարեկան լրացած անձը, երբ որ 16 տարեկան արդեն սուբյեկտ է հանցագործության, անընդհատ ես նայում եմ, հենց մանիպուլյացնում են, սարքում են անչափահաս։ Գործիք են դարձնում իրենց։ Ինչ որ հիվանդ, հա, ինչ որ զոհ, ինչ որ հիվանդություններ, կերակրող, չգիտեմ։ այդ կերակրող մայրը вообще абսուրդի ժանրից էր։ Ես երբ որ Կաթի շշերը տեսա քննչական կոմիտեի դիմաց այդ ակցիան, դրա փոխարեն պետության զարգացման ծրագրեր ներկայացրեք, դրանով աշխատեք, ձեր առաջարկը կատարեք, ձեր բլանշ քարտը ցույց տվեք, որ մենք կարողանանք ընդունենք, հասկանանք, որ դուք եկել եք ինչ-որ մի բան փոխելու եւ զարգացնելու, այլ ոչ թե ընդհանրապես փոխություն գորգորալու եւ արդյունքի չհասնելու։ Այ տեսեք, ազգային ժողովում դա էլ շատ հատկանշական բան եք ասում, այստեղ պիտի ցույցենք, ընդհանրապես գողական աշխարհը, հանցագործները արժևում ուրեմն իրենք ում հետևում են թաքնվում, կանանց եւ անչափահասներ։ Դուք խոսեցիք անչափահասների մասին եւ խոսեցինք, այո, կանանց մասին։ Ում են իրենք ուղարկում մարդկանց հավաքագրելու եւ ընտրակաշարք տալու, բացում է կանանց։ Այդ թվում նաեւ կերակրող այո, կրծքով կերակրող կանանց, որոնց թիկունքում հենց այդ կատարած անձը ինքը իրեն ներկայացնում է, որ ինքը հետապնդվում է քաղաքական արդեն դառնում է քաղաքական հետապնդման արդյունք, ինքը արդեն իր վարկանիշը փորձում է հենց այդտեղ ձևավորել։ Ես ինչ էի ուզում ասեի, ոստիկանապետը Տիկին Սարգսյանը, երբ որ հարց են հղում նախարարին հենց ընդդիմադիր թևից, ասում են այ անհրաժեշտ էր, որպիսի 18 անչափահաս, հետո ուղեցին, ասին չէ լավ չափահաս, այդ երիտասարդին հարկադրանքի միջոց կիրառել, ձերբակալել, այ ինչի ծանուցում չի ուղարկե։ Ես սպասում էի, որ քրեական դատավարության գործիքները կբարձրաձայնեին, բայց իմ համար զարմանալի էր, որ ընդամենը ոստիկանության աշխատանքի օրինականության հարցը քննարկվեց, բայց կներեք, քրեական դատավարությունը հենց ձերբակալման հիմքերն է տալիս, անմիջականորեն հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում։ Այսինքն ինչ է նշանակում, մարդը կատարի հանցագործություն, ոստիկանությունն ասի, լավ, դու հանցագործություն ես կատարել, դու գնա ձեր տուն, երբ որ դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, դու գնա ձեր տուն, սպասի մինչև ես ծանուցում կուղարկեմ։
Սա абսուրդի ժանրից է։ Սա абսուրդի ժանրից է։ Եթե մենք խոսեինք խափանման միջոցի պայման խախտելուց, եթե մենք խոսեինք դատարան ներկայացնելու մասին, մինչև դա վարույթ իրականացնող մարմինը ունի աշխատանք կատարելու, հասնելու ծանուցում եւ մնացած գործողություններ, բայց երբ որ անձը կատարում է հանցագործություն եւ ինքը հայտնաբերվում է կատարման պահին, ինքը պետք է տեղում ձերբակալվի։ Այդ շոուները, որ ազգային ժողովում փորձում է անդիմադիր ուժը ներկայացնի, ես իրանց խորհուրդ կտամ ընդհանրապես մի փոքր իրանց շրջապատող, իրանք շատ ունեն իրավաբաններ, անգամ ընդեղ նստած, մի փոքր այդ մասը քննարկեն իրար հետ, հետո նոր հարցը տան նախարարին։ Այդ դրա համար իսկ այն չիմացողը ոչ իրավաբանը ընկալում է հենց այտենց։ Այ ընկալում է ոստիկանին ագրեսոր, ոստիկանին չի ուզում ընդունի, ինքը հենց ոստիկանին տեսնում գիտի։ Դա էլ շատ որոշակի նպատակ ունի։ Պետության նկատմամբ հնարավորինս անվստահություն ձևավորել հասարակության մեջ, դե գալիս է արդեն արդարադատության։ Այո, անվստահություն առաջացնել եւ այս հիմնական հարցակումները նաեւ ժողովրդավարության թեմա կռիվը, որ իբր դրանք քաղբանդարգյալ են։ Հիմա այն բանը սառեցված տերտերը, որ այս ժողովրդին անվանեց խորը անասուն, ուզում էր պատերի տակ բոլորին գնդակահարեր, երկիրը տանն ու վրա աներ, որ գար իշխանության։ Հիմա անունը դրել են 17 արդարների դատավարություն։ Ինչ արդարներ սրանք չարագործ են։ Չարագործ են այդ բանի հոգևորականի շորի տակ թաքնված։ Քաղբանդարգյալ են սրանք։ Absolute բան է։ Եվ ամփոփելով Արման, շուտով 250 տարին կլռանա, Միացյալ Նահանգներում գրվել է սահմանադրություն, որը կարդում եւ հասկանում է 4-րդ դասարանի կրթությամբ ամերիկացին։ Մեր սահմանադրությունը, որը ծավալներով մեծ է դրանից, մի ինչ-որ գիտահետազոտական բաներ, երբ մարդիկ էլ խոսում են, ասում են, դե դուք մասնագետ չեք։ Հիմա սահմանադրությունը մարդու համար է, թե սահմանադրական իրավունքի նեղ մասնագետի համար։ Վերջո մենք պետք է դա ունենանք, թե ինչպես համեցեք։ Դե ես կարծում եմ, որ իհարկե մենք դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի նաև Միացյալ Նահանգների եւ ժառանգությունը եւ պատմությունը պետականության կարողանանք որդեգրել, բայց այստեղ կուզեի հատկապես կանգնել 4-րդ հանրապետության մասին իշխանության դատողությունների վրա։ Իդեպ առանց սահմանադրական փոփոխության մենք չենք կարող 4-րդ հանրապետություն հռչակել։ Հենց սահմանադրական այդ փոփոխություններն են նաև կամ նոր սահմանադրության ընդունումը, որտեղ այլևս փոփոխություններ չպիտի լինեն։ Հայտարարվել է, որ ամբողջությամբ նոր սահմանադրություն պիտի գրվի, ազդարարվի 4-րդ հանրապետություն։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք բովանդակային քննարկման տրամադրվենք եւ ոչ թե հանրապետության 4-րդն ու 3-րդը ու 5-րդը քննարկենք, այլ թե ինչպես ենք մենք ինստիտուտները կայացնում, այդ ինստիտուտները աշխատեցնում, որպեսզի ընդունված օրենքները մաքսիմալ կարողանանք ուրեմն կյանքի կոչել եւ սահմանադրություն մենք ճիշտ ասած ազգային ժողովում ամեն անգամ երբ որևէ նոր նախագիծ էինք մշակում քննարկում էինք այս օրենքը կարողանանք օրինակ կյանքի կոչել կացկացնենք մեծամասնությունը կա ենթադրենք կողմ են քննարկում ենք եւ սա շատ լուրջ խնդիր է օրինակ չգիտեմ առողջապահության նախարարությունը աղերի վերաբերյալ աղամանների վերաբերյալ օրենք էր բանարել բերել խորհրդարան մենք այդ քննարկում էինք եւ այլն չենք հասկանում եւ այս կազուսները շատ լիքն են եւ այս իմաստով ես կարծում եմ որ գործող իշխանության հետ խորհրդարանում պետք են առողջ ուժեր առարկայական խոսակցությանը պատրաստ այո որպեսզի խոսակցությունը լինի առարկայական խոսակցությունը լինի ապագայի մասին այն հերանեկարների մասին որոնք խիստ անհրաժեշտ է մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր հասարակությանը եւ մենք միայն այդպես կկարողանանք կյանքը առաջ տանել։ Իսկ եթե նորից անառողջ ընդդիմություն հայտնվեց ազգային ժողովում,
այնտեղ որևէ կառուցողական մեր առաջընթացի զարգացման հետ կապված Եվ պետության դիմակայունության ու դիմալողունակության այնտեղ նորից էս խուլիգանությունն է, փողոցային բառապաշարը պետք է շարունակվի, անհարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ պետք է շարունակվի։ Դե ինչ, շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ։ Կարևոր այս խոսակցությունը, որը իհարկե անավարտ է մնում, մեր եթերն է միայն ավարտվում, բայց ոչ խոսակցությունը, սրա մասին մեր մեծ համար այս հարցը առաջնահերթ ուշադրության առարկա է։ Նաև անելիքները շատ։ Այո, եւ անելիքներն էլ շատ շնորհակալություն Լուսինե, շնորհակալություն Վարդան, շնորհակալություն Արման, շնորհակալություն հարգարժան հեռուստադիտողներ մեզ մի ժամից արդեն քիչ ավել դիմանալու համար։ Միշտ նոր հանդիպում, խաղաղություն եւ ամենայն բարիք։